ծախսում եմ գնում ադրբեջանցի զինվորի, սա իմ համար առաջնային խնդիր է։ Զինվորի մի հատիկ հաց կերած Ուր է գնում Թուրքիա մեկնող հայ զբոսաշրջիկների գումարները։ Մոտավոր հաշվարկով Թուրքիայում հանգստացող հայ զբոսաշրջիկների թիվը հասնում է 30,000-ի, իսկ ծախսվող գումարները հաշվում են միլիոններով։ Քաղաքական մեկնաբան Մենուա Հարությունյանը փաստում է, այդ գումարների առյուծի բաժինը Թուրքիան առատաձեռնորեն նվիրում է Ադրբեջանին, բանակը զինելու նպատակով։ Այսինքն ի՞նչ է տեղի ունենում։ Հայաստանի Հանրապետության քաղաքացին անուղղակիորեն զինում է մեր թշնամու բանակը։ Այս տեսակետը չեն կիսում ՀԱԿ-ից Մանուկ Սուքիասյանն ու հրապարակախոս Համբարձումյանը։ Նրանց խոսքերով միայն Թուրքիայում մատուցվող ծառայությունների որակն ու ցածրգինը յուրահատուկ գայթակղություն է հանգիստն այնտեղ անցկացնելու համար, ինչից չէին հրաժարվի նաև իրենք։ Ավելի ճիշտ, այստեղի ասենք Սևանում, եթե նայենք էլի սերվիզը որն է լավ, այստեղի ասենք օլիգարխներն են, մեծահարուստներն են, որոնք ասենք այդ ընտրակաշառքներն են ֆինանսավորում, որն է ավելի ճիշտ, այդալ թուրք բիզնեսմենին հարստացնել, որ այդքան էլ այտենց չի որ բան է, Ռուսաստանն էլ մեզ դա օգնում, ասենք թե ռազմական։ Բայց ավելի լավ չի օլիգարխին հարստացնես, քան ադրբեջանական բանակը զինես։ Որտեղ դրանից ավելի շատ վնաս կա։ Այսինքն ադրբեջանցի զինվորը քո համար ավելի կարևոր է, լավ քան ֆինանսական օգնություն տալի կամ Ռուսաստանը, ինչ թուրքերը չեն գնում են շրջելու։ Հա Հայաստանը 30,000 չէ, ասեցիք գնացում։ Մոտավորապես։ Եկեք նայենք ընդհանուր Թուրքիայի տուրիզմի ասպեկտով, երբ տեսնենք որ բավականին չնչին թիվ է կազմում, եւ դու գնաս չգնաս մեկ այդ փող Ադրբեջանին տալու է։ Իրականում Թուրքիայում հանգստանալու համար անհրաժեշտ գումարով կարելի է մեկնել այլ երկրներ եւ լինել ավելի բարձրակարգ հյուրանոցներում, շեշտում է Հարությունյանը, հավելելով, որ հանգստի մեկնելիս պետք է հաշվի առնել առաջին հերթին անվտանգությունը։ Եթե վաղը մի հատ ինչ-որ դեպք լինի, հետո պետք է հավաքվենք, ասենք եղավ այդ դեպքը։ Եթե Թուրքիայի տարածքում դու մեկ կոնֆլիկտ ունենաս, չունես ոչ հյուպատոսական, ոչ դեսպանատուն, այսինքն դու օբյեկտիվորեն չունես մի դուր, որը ծեծես ու ասես ես պրոբլեմ ունեմ, խնդրում եմ պրոբլեմը լուծեք։ Ես չեմ ասում թուրքերը վատն են, ես չեմ ասում երկխոսություն թող չլինի, ես չեմ ասում քոչ ենք ստեղից, հասկանում եմ, որ մենք ու թուրքերը հարևաններ պետք է ստե ապրենք։